Իրանը չի ձգտում ռազմական հակամարտության սրասման, սակայն մտադիր է հասնել միջազգային իրավունքի համաձայն իր բոլոր օրինական իրավունքների լիակատար ճանաչմանը, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Իրանը չի ձգտում պատերազմի հակամարտության եւ ընդլայնման, պատերազմը պարտադրվել է Իրանի եւ դրա շարունակությունը վնասակար է երկրի, տարածաշրջանի եւ ամբողջ աշխարհի համար։ Նախագահի խոսքերն է մեջբերում IRNA-ն։ Պուտինը ՆԱՏՕ-ի տարածքի վրա հարձակվելու մտադրություն չունի, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա նշել է, որ ԿՀՎ տնօրենը ոչ մի ուղերձ չի փոխանցել վերջերս Մոսկվա կատարած այցի ժամանակ։ Նրա խոսքով Ջոն Ռադքլիֆն իր ռուս պաշտոնակցին տեսնում է կես տարին մեկ կամ տարին մեկ անգամ, եւ նրանք լավ հարաբերություններ ունեն։ Ընկերները պետք է ուսուսի տված կանգնեն, հայտարարել է Զելենսկին Մոլդովայի նախագահ Սանդուի հետ հանդիպման ժամանակ։ Այսօր Քիշնևում կարևոր հանդիպում ունեցա Մայա Սանդուի հետ։ Մենք աշխատում ենք անվտանգության, էներգետիկայի եւ ենթակառուցվածքների ոլորտում ավելի մեծ համատեղ հնարավորություններ ապահովելու ուղղությամբ։ Հատկապես կարևոր է հիմա միասին լինելը, գրել է Զելենսկին։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթ հայտարարել է, որ այս պահին ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ բանակցություններ չեն ընթանում։ Այս մասին նա հայտնել է Fox News-ին։ Այս պահին բանակցություններ չեն ընթանում եւ այսպես կշարունակվի, մինչեւ նախագահը չզգա, որ նրանք գուցե բովանդակային կերպով կնստեն բանակցությունների սեղանի շուրջ։ Մենք դա դեռ չենք տեսել, ասել է Լևիթը։ Մամուլի քարտուղարը նշել է, որ ԱՄՆ-ն կենտրոնացած է Իրանի վրա տնտեսական ճնշում գործադրելու վրա։ Նա հավելել է, որ նախագահը շարունակում է պահել գործողությունների բոլոր տարբերակները։ Իսպանիայում թանգարանից գողացել են բրոնզի դարի ամենանշանավոր գանձերից մեկը՝ Վիլենայի գանձը։ Գողերը Վիլենա քաղաքի հնագիտական թանգարան են ներխուժել վաղ առավոտյան եւ գանձի զգալի մասը հափշտակել ընդամենը 3-ից 4 րոպեում։ Գանձը բաղկացած է 59 հնագիտական առարկայից՝ ոսկուց, արծաթից, երկաթից եւ սաթից։ Դրանց ընդհանուր քաշը մոտ 10 կիլոգրամ է, իսկ ոսկյա իրերի թվում կան ապարանջաններ, թասեր եւ անոթներ։ Գանձը թվագրվում է մոտավորապես մեր թվարկությունից առաջ 2001-ի վերջով եւ համարվում է Եվրոպայի բրոնզի դարի ոսկյա գտածոների ամենակարևոր հավաքածուներից մեկը։ Իսպանիայի իրավապահները հետաքննում են գողությունը։ Ռուսաստանի Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքում ուկրաինական անօթաչու թռչող սարքի հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել եւս 4-ը վիրավորվել են, հայտնել է Բելգորոդի մարզի օպերատիվ շտաբը։ Զոհվածը շտապօգնության բուժակ է, երկրորդ բուժակն ու վարորդը բեկորային վիրավորումներ են ստացել գլխի, ուսի եւ ոտքերի հատվածներում։ Շտապօգնության մեքենայում գտնվող 2 պացիենտներից կինը ականջի բլթակի բեկորային վնասվածք է ստացել, իսկ տղամարդը դեմքի եւ ձեռքի բեկորային վնասվածքներ։ Իսրայելի պաշտպանության բանակը մի շարք հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում Նաբաթիայի շրջանում գտնվող Հեզբոլլահի օբյեկտներին, հայտնել է Ցահալի մամուլի ծառայությունը։ Իսրայելցի զինվորականների տվյալներով հարվածները պատասխան են նախօրեն երեկոյան իսրայելցի զինծառայողների վրա Հեզբոլլահի անօթաչու թռչող սարքերի հարձակմանը։ Իսրայելի բանակից հայտարարել են, որ խոսված թիրախների թվում են եղել այն օբյեկտները, որոնք օգտագործվել են զենք պահելու համար, որը Հեզբոլլահը մտադիր էր կիրառել իսրայելցի զինվորականների եւ քաղաքացիական անձանց վրա հարձակվելու համար։